Եվ ազատությունից զրկելու համաձայնության մասին, չէ՞ որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, հագնվել կամ կատարել նոր հանցանք։ Դուք ուզում եք ասել հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող մի քրեական վարույթի վերաբերյալ ինչ ոչ պատշաճ վարքագծի ռիսկ կարող է լինել։ Երբ դուք բոլորը տեսել եք ինչպես է Դավիթ Ղազենյան բավականին հրապարակային գործունեություն իրականացնում, նույն օրինակ տարբեր ԶԼՄ ներկայացուցիչներ քրեական վարույթի վերաբերյալ հարցեր են տվել Դավիթ Ղազենյան, վերջինս միշտ հասանելի է եղել։ Իդեպ կներեք մի հանգամանք էլ նշեմ, ձայնագրությունն էլ վստահ եմ դուք բոլորը տեսել եք, խոսքը գնում է երրորդ անձի մասին, լրիվ երրորդ անձի մասին, մեկ այլ անձի մասին զրույց ունենք։ Պարոն Վարդևանյան, բացի Դավիթ Ղազենյանից, ում պատգամավորական անձնախելությունից զրկվելու հարց է կայանում։ Պարոն Եղիազարյանի վերաբերյալ եւս կա միջնորդություն, այն կքննվի պարոն Ղազենյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությանը հաջորդող ժամանակահատվածում։ Ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ էլ ասել, վստահ եմ ձեզանից շատերը բազմաթիվ քրեական վարույթներով լուսաբանում իրականացրած լինելով, որոշակիորեն նաեւ այդ գիտելիքները եւս իրենց մեջ ունեն այլևս։ Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակում գտնվող իրավիճակի մասին։ Պարոն Վարդևանյան, այդ ձայնագրության մեջ նշվում է, որ տեսնում ավելի ճիշտ Ղազենյան Դավոն 1.400.000 դրամ տվել է Արմանին։ Սրա վերաբերյալ մոնտաժված է, հիմնավոր է, Ես կարող եմ հետևյալը ասել։ Հիմա նույն հաջողությամբ, եթե մեկ երրորդ անձ եկեք մեր ընկերոջ անվան փոխարեն ուրիշ անուն դնենք, էլի գալու էին քրեական վարույթ հարուցենք։ Հիմա օրինակ, եթե մի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի վերաբերյալ դա լիներ։ Հիմա օրինակ, եթե մենք բաց հեռախոսակապով տենց խոսակցություն ունենանք եւ այն ձայնագրառվի, դրանից հետո քրեական վարույթ նախաձեռնել։ Բայց կոնտեքստը ինչպիսին է, պարոն Գաղափար չունեն։ Իսկ Գուբարի մասին է հստակ փաստը նա է, որ Ղազենյան Դավիթի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է իր մասին։ Ինչ իրավական հիմնավորվածության մասին ենք խոսում։ Այստեղ ես թե ձայնագրության, թե մոնտաժման այլ հանգամանքներին առանձին անդրադարձ կկատարեմ, բայց անձին վերագրել մի բան անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է ուղղակի։ Պարոն Վարդևանյան, եւ ովքեր են կողմերը լինում արդյոք դատախազությունից այս քննության Վստահ եմ դատախազությունից պետք է ներկա լինի հսկող դատախազը, կքննարկենք, տեսնենք, ամեն դեպքում ես դեռ չեմ հիշում դեպք, որ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը ինքը քննչականը հանրայնացնի, դրանից հետո անցնի շուրջ 2 շաբաթ ու դրանից հետո մենք խոսենք իբրև քրեական վարույթի, խափանման միջոցի եւ այլ նման ինտենսիվության մասին, անկեղծորեն եմ ասում, իհարկե մենք խոսում ենք քաղաքացիական պայմանագրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին, բայց նույնիսկ այդ պայմաններում է նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Երկուսը, եթե իրականում խոսենք ժողովրդավարության մասին, քանի որ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրում է, որ այս միջնորդությունները ենթակա են մերժման, եթե իրենք ուղղված են անձի քաղաքական գործունեությանը միջամտել։ Հիմա որևէ մեկը կարող է անաչառ դիրքերից ասել, որ այս ամենը քաղաքական գործունեության հետ առնչություն է։ Այսինքն այս դրա մասն եմ հետաքրքրել, եթե հունիսի 5-ից հայտնի է եղել այս ամեն ինչը, անձը ոչ փախել է, ոչ ուսանավել է, փաստացի իրենք դիտարկել են քաղաքական իրավիճակը, մտածել են քաղաքական ինչ-որ հետևանքներ են լինելու, հետընտրական պրոցեսներ, դրա համար են ուզում եք ամբողջ նպատակը նրանում է եղել, որ ուզել են առաջինը հենց հերթական վախի մթնոլորտի տարածման տեսանկյունից ցույց տալ, որ նաև Ղազենյան Դավիթի նկատմամբ են քրեական վարույթին ուղղված գործողություն իրականացնում եւ այլն, այսինքն այստեղ ոչ թե իրավաբանությունն է եղել, այլ այստեղ եղել է պարզապես հերթական վախի մթնոլորտի տարածում։ Ցավով եմ այս ամենը ասում, բայց սա է իրավիճակը։ Ինչևէ, դրանք բոլորը հաղթահարման խնդիրներ են, մոտենում են մեր ընկերը։ Այսինքն գնացել են ընտրության անջատված։ Բարձրանան կարծում եմ։ Թող կարծում եմ մի քանի հանրահայտ հենց ինքը